Խորհուրդ կտամ վիդեոն դիտել ակնոցներով, որպեսզի աչքերը չցավեն։ Ձեզ եմ ներկայացնում հերթական շքեղ պայուսակը։ Թե ինչքան սիրվեցին եւ գնահատվեցին հենց այս տեսակի մոդելները, գիտեմ միայն ես։ Իսկ հիմա գունային նոր համադրությունների ժամանակն է։ Մեծ սիրով այն պատրաստել եմ արևի լույսի եւ ջերմության ներքո։ Չէ, դուք տեսեք ինչքան շքեղ են քարերը փայլում։ Զարմանում եմ, որ այսքան ժամանակ անց դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր միշտ հարցնում են, արդյոք չես հոգնել քո աշխատանքից։ Ոչ, չեմ հոգնել, եւ նույնիսկ ասեմ ավելին, այն ավելի ու ավելի եմ սկսում սիրել։ Ստեղծել շքեղ յուրօրինակ զարդեր, որոնք դեռ 3 գոյություն չունեին։ Ես ստեղծված եմ հենց այս աշխատանքի համար։ Իսկ տարիների փորձը, հմտությունը, նմանատիպ աշխատանքների հանդեպ անվերջ ուսումնասիրությունը միշտ օգնում են ինձ ստեղծել որևէ նոր մի բան։ Եվ ես շատ մեծ հույս ունեմ, որ իմ վիդեոները եւ խոսքերը կմոտիվացնեն շատերին։ Իսկ հիմա անցնենք պայուսակին, նշեմ, որ դրա վրա ծախսել եմ մոտավորապես 16 ժամ։ Քանի որ պայուսակը բյուրեղապակյա է եւ քարերը կարող են վնասել իրերը, անպայման ավելացնում ենք ներսում կարվող կտորը։ Իսկ սա բանալու համար փոքրիկ պատյանն էր, որը պատրաստեցի կադրից դուրս եւ կախեցի պայուսակից։ Սա էլ արդեն կողպեքն է, որը իրոք աշխատում է եւ ես միշտ տրամադրում եմ հենց այս փականների հետ։ Կադրից դուրս գործում եւ ավելացնում եմ նաեւ ուսից կախելու երկար շղթան։ Եվ վերջ, ուզում եմ ձեզ ներկայացնել պայուսակի վերջնական տեսքը։ Նշեմ, որ այստեղ ավելացված չէ ֆիլտր եւ այն պայուսակի իրական գույնն է։ Արևի լույսի տակ դրան կարելի է նայել անվերջ։ Իսկ դու ինչ ես կարծում, ինչպես է այն ստացվել։ Անհամբեր կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Գրիր նաեւ, թե ինչ գունային համադրություններով կցանկանայիր տեսնել նմանատիպ մոդելներ։ Միգուցե հաջորդ պայուսակը պատրաստեմ հենց քո առաջարկած գույներով։ Իսկ ես շնորհակալ եմ, որ վիդեոն նայեցիր մինչև վերջ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր տեսակի ակտիվության համար իմ էջում։ Իսկ ես շուտով կներկայացնեմ նոր մոդելներ, հետևիր, որպեսզի բաց չթողնես։